Քանդեցինք տուրբինը, պարզեցինք, թե ինչից էր գեոմետրիայի լրվել է։ Ռոտորի վրա տեսնում ենք գերտաքացման հետքեր, որի հետևանքով պտույտները ռոտորը պտտվել է առանց յուղի եւ ռոտորի վրա մնացել են հետքեր, նստեցման տեղերում կան ակոսներ։ Յուղը այս հատվածում գերտաքացել է, պնդացել է, վերահացվել մազութի, որը որ նստել է հենց գեոմետրիայի վրա։ Եվ այս ռոտորը հետագա շահագործման ենթակա չի։ Համեմատության համար ցույց տամ ռոտոր, որը որ աշխատունակ է։ Տուրբոկոմպրեսորը հավաքելուց առաջ ստուգում ենք բոլոր դետալները, շատ կարևոր հանգամանք է ռոտորի ստուգումը։ Հիմա մենք ստուգում ենք ռոտորի ծռվածության աստիճանը, համոզվելու համար, որ այն պիտանի է հետագա շահագործման։ Հիմա մենք բալանսիրովկա ենք անում քարտրիջը, միացնում ենք օդը 3000 պտույտ րոպեում եւ հետևում ենք ոչ միայն բալանսիրովկին, այլ նաեւ յուղի արտահոսքին, տաք եւ սառը հատվածներից։ Վերջացրեցինք քարտրիջի բալանսիրովկին, հիմա սկսում ենք հավաքել տուրբոկոմպրեսորը։ Ահա գեոմետրիան, որը որ լրված էր, կհիշեք, մենք քանդելու ժամանակ ցույց տվեցինք, մաքրեցինք, կարգաբերեցինք եւ հիմա նորմալ աշխատում է։ Գեոմետրիան տեղում է, լծակը աշխատում է նորմալ։ Հիմա հավաքենք տաք մասը։ Ավարտեցինք տաք հատվածի հավաքումը, հիմա տեղադրում ենք սառը խխունջը։